Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, այսօր մենք գտնվում ենք Ազատության հրապարակում, որտեղ Բևերի պատգամության թեկնածու Պարեստազորի գնդապետ Լեոնիդ Ազգալդյանի անվան ջոկատի հրամանատար Վալոդի Ավետիսյանը նստածույց էր իրականացնում հետևյալ պահանջով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդության եւ միջազգայինորեն ճանաչված մեր սահմանների ամրագրման։ Պարոն Ավետիսյան, ինչ կասեք այսօրվա ակցիայի վերաբերյալ, ինչ տպավորություններ են, ինչ արձագանքներ են քաղաքացիների կողմից։ Ուրեմն բնականաբար կան մարդիկ մոտենում են, տալիս ենք մենք Բևերի ծրագիրը, որպեսզի ծանոթանան, մարդիկ կան տեղում են կարդում, մարդիկ կան ասում են տանը կծանոթանանք։ Միանշանակ այս նստածույցը ավելի մեծ արձագանք գտնելու համար է, որպեսզի ժողովուրդը իմանան, որ Բևերը մասնակցում է ամսի 7-ի ընտրություններին եւ համար 8-ի թիվն է, որը որ պետքա ցանկալի է, որ ընտրեն 8-ին, որովհետև միակ ազգային ուժն է այսօր, միակ կուսակցությունն է, որ բարձրացնում է Վիլսոնյան իրավարար վճռի Հայաստանը կատաստրի թուղթ ունենալով այդ քարտեզը, դա է Հայաստանը մեր համար։ Ուստի կոչ եմ անում հայ ժողովրդին մի անգամ ճիշտ ընտրություն կատարեն եւ ընտրեն Բևերին, ազգային ժողովրդական ուժին, որը որ անշահախնդիր է, արդարության համար է պայքարում, ազնվության համար է պայքարում, պետություն ունենալու համար է պայքարում։ Ոչ մի կերպ չենք ծախվում, ոչ մեկի չենք ծախվում, ոչ մեկ չեն կարող մեզ թելադրել։ Մենք ամեն ինչ անում ենք հայ պետության համար, հայ ժողովրդի համար, թասի բարժանապատվության համար։ Մենք անկախ պետություն ենք եւ մենք ենք որոշողը, որ պետության հետ ինչ կարգավիճակով պետք է դաշնակից լինենք։ Նորմալ ընդհանուր գիտենք Բևերի անձնակազմը ամբողջ Հայաստանով իրազեկում են եւ հույս ունենք, որ իրոք լավ է լինելու, անցնելու ենք խորհրդարան եւ այնտեղ իսկական ազգային ուժ կլինի, որ հայկական հարցերը բարձրացնի, թե չէ, ասենք, այնտեղի ընդդիմությունն ու կառավարությունը բոլորը նույն մարդիկ են, ուղղակի խաղում են հայ ժողովրդի հետ։ Պարոն Ավետիսյան, ինչ խորհուրդ կտայիք մեր Հայաստանի քաղաքացիներին ընտրություն կատարելուց, ինչ սկզբունքներով առաջնորդվել այդ ընտրությունը կատարելու ժամանակ։ Խորհուրդ կտամ, որ իրոք նորից եմ ասում, ազգային ուժին ընտրեն, Բևերին ընտրեն, ազգային ժողովրդական Բևերը, ովքեր ազնվորեն ծառայում են հայ ժողովրդին եւ մեծ լոբիստական գործ են անում, որ ընդհանուր իշխանությունները չեն կատարում, Ամերիկայից սկսած, Եվրոպաներով վերջացրած, Փարք Ասու Արապապյանի նման գիտակից խելացի մասնագետ կա, որը որ ամբողջ հարցերը հայոց պատմության հետ Հայաստանի խնդիրները բարձրացնում է ամբողջ աշխարհում։ Եվ գիտենք, որ արդյունք ունենք։ Ինչու է կարևոր, որ ազգային ժողովրդական Բևերը հայտնվի ազգային ժողովում։ Ամենակարևորը, որպեսզի ունենանք իրական անկախ պետություն, ազգային պետություն, որը որ կծառայի հայ ժողովրդին։ Բևերը գալիս է ծառայելու համար, չի գալիս թալանելու համար։ Մենք տեսնում ենք, որ դուք այստեղ ձեր թորնիկի հետ եք, Լեոնիդի հետ, ինչու է կարևոր, որ մեր երեխաները նաև հետ չմնան մեր այս պայքարից։ Քանի որ իրանց ապագայի համար ենք պայքարում, իրոք մեր երեխաները պետք է ապագա ունենան, պետք է հզոր լինեն, պետք է ուժեղ լինեն, պետք է անվտանգ ապրեն, անվտանգ երկրում ապրեն։ Թե չէ երկու հարևան պետություններ, կոնկրետ Ադրբեջանն ու Թուրքիան, ցանկանում են Հայաստանը ոչնչացնել այսօրվա Փաշինյանի իշխանության միջոցով եւ Ռուսաստանն էլ մյուս կողմից գցել են թուրքերի ռուսների արանքը, նրանք ասում են ռուսը չլինի, մեզ թուրքը կուտի, թուրքերն ասում են մենք չլինենք, ռուսները ձեզ կուտեն։ Դրա համար պետք է ընտրենք ազգային ժողովրդական Բևերին։ Փոքրիկ ջան, դու ինչ կասես սրա կապակցությամբ։ Որ մեր փոքրերը ունենան լավ ապագա եւ ոչ մի դեպքում մեծը չծախվեն ընտրության դեպքում։ Սիրելի հայրենակիցներ, ազգային ժողովրդավարական Բևերը սիրով հրավիրում է մասնակցելու հունիսի 5-ին կայանալիք նախընտրական ամփոփիչ հանրահավաքին եւ երթին։ Մեկնարկը ժամը 18:30-ին Մատենադարանի մոտից։